Ինչ ես մարդկանց կպնում, չէ։ Քեզ ինչ որ ասենք երեխա ունի թե չունի, չէ՞, տեսեք, ընտանիք ունի թե չունի։ Եթե ինչ որ կարգազանցություն ա եղել այդ առումով, բարոյական տեսանկյունից, դա միայն եկեղեցու գործն է, չէ՞։ Տեսեք, կարծես թե ճիշտ է, եւ որոշ մարդկանց համար, ովքեր իրանց հոգու խորքու մտքի մեջ ուզում են լինեն եկեղեցու կողմը, որովհետեւ իրանց դիրքորոշումը այդպես շահեկան է, իրանք հաստատ կգտնեն են ձևը, որ լինեն եկեղեցու կողմը եւ արտահայտվեն եկեղեցու կողմից։ Եվ դիտարկեն մեծ հակառակ կողմը։ Այն մարդիկ, ովքեր այսօր ուզում են լինեն Նիկոլ Փաշինյանի կողքը եւ իսկապես բլավ, մեծ հարց, որտեղ է այն կարմիր գիծը, որտեղ եկեղեցիականին թույլ է տրվում, ասենք հանցագործությունը եւ չպատժվել։ Այսինքն որտեղ է այդ գիծը։ Հիմա տեսեք, մենք օրինակ ունենք Մոսկվայի թեմի, Ռուսաստանի թեմի մեջ, երբ որ Գարեգին բեի եղբայրը, անուններ մոռացա, լավ, որը սրբազան է Մոսկվայում, նոր եկեղեցիում, Եզրաս, այո, մարդ են ծեծել, մեր լավ, ակտիվ քաղաքացիներից Սարգսակ Խաչատուրին, ծեծել են, ականջի տակ կրակել են, ասել են հաջորդը ճակատիտ կլինի, մորուքը թրաշել են, ծեծի են ենթարկել, ինչա, ինք ասենք դիրքորոշումն արտահայտել է։ Այսօր այդ Եզրասը եկեղեցի պատին կպցրել է, ասենք Սամվել Կարապետյանի նկարը, նա ես չեմ հասկանում, նա Քրիստոսն է թե ինչա։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը այս պատմության մեջ ճիշտ դուրս գա, իրանք էլ շատ հանգամանքներ ունեն, որ ասեն ախպեջա, հանցագործներ են։ Հիմա ինչն է այստեղ, մենք այս հարցի շուրջ մեր կազմակերպության ակտիվը խորհուրդը քննարկել ենք եւ շատ չենք մտածել այս իրավիճակի մասին դրական կամ բացասական գնահատականի մեջ։ Միանշանակ մեզ համար այս երևույթը ինքնին բացասական է եւ միանշանակ հասկանալի, որովհետեւ ըստ մեր կազմակերպության եւ բազմիցս անգամ մենք ապացույցներ ներկայացրել ենք, որ թե եկեղեցիականները, թե Նիկոլ Փաշինյանի թիմը, դրանք թե նախկինները, բոլորը Կրեմլի գործակալական ցանցի անձինք են։ Այսինքն Կրեմլից իջեցված հրանգով արհեստական հակամարտություն են ստեղծում, որպեսզի խառնեն իրար։ Մթնոլորտը շիկացնեն, մարդկանց հանեն մեկը մյուսի դեմ։ Իսկ դուք գիտեք, ասենք, որտեղ որ ասենք այդ շիկացումն է, հակամարտություններ կան, էլ ավելի է հեշտանում, ասենք, այդ տվյալ պետության դեմ ցանկացած գործողություն։ Եվ մենք տեսնում ենք, որ այո, Հայաստանը այսօր իսկապես այն եզրի վրա է կայնած, որ կարող է պետականությունը կորցնի։ Փոխանակ մտածեն ինչա պետք անել այսօր պետականությունը ամրացնելու համար, այսինքն մարդկանց գցել են արհեստացին մի հատ հակամարտության մեջ, ընդ որում Նիկոլ Փաշինյանի կողմի, ասենք, այսօրվա իշխանությունները այս գործողությունը անում են կիսատ պռատ։ Ինչի համար են կիսատ պռատ անում, որպեսզի անմիջապես վրեժխնդիր չլինեն իրանց հանցագործությունների համար այդ եկեղեցիականները, այլ նաև հնարավորություն ունենան պաշտպանվելու։ Այ երբ որ հնարավորություն ունեն պաշտպանվելու, ստացվում է 50-50։ Այս ամբողջ խնդիրը, այս բեմականացված կռվը, ինչպես որ բեմականացված էր նախկին ու ներկա իշխանությունների սև ու սպիտակը, որը մոռացան, այդպես էլ բեմականացված է սա։ Դա միանշանակ մեր կազմակերպության կարծիքը հետևյալն է, որպեսզի սա կիսատ պռատ գործողություն չլինի, ուրեմն միանշանակ պետք է անցկացվի լուստրացիա եւ վեթիկ։ Եկեղեցում, թե ամբողջ հասարակությունում։ Ամբողջ Հայաստանում։ Ինչա մենակ եկեղեցիի մեջ, հա, գործակալական ցանց կա։ Հա? Ես ավելին կասեմ, որ եկեղեցին ինքնին ամբողջությամբ KGB-ի գործակալական ցանցի մի առանձին վարչություն է։ Ես չեմ ուզում այն ազնիվ քահանաներին, ազնիվ
սարգսակներին, ծառայողներին ուղղակի եկեղեցուն բոլորին միանշանակ, ասենք, բայց իրանց արտոնությունը այնքան փոքր է այդ եկեղեցու մեջ, որ իրանք չեն կարող ապստամբեն կամ մեջից փոխեն ամեն ինչ, որովհետև բարձրագույն խավը եկեղեցիական, բոլորը այո, եկեղեցիական այդ բարձրագույն խավը KGB-ի գործակալներն են։ Եվ ես ասեմ, երբ վանից է սկսվել դա։ Երբ որ 1920 թվականին տապալեցին Հայաստանի 18-ից 20 թվականների Հայաստանի Հանրապետությունը եւ սովետական կարգերը հաստատեցին ստե։ Առաջի հերթին, ուրեմն եկեղեցիականներին եւ մտավորականներին բոլորին ախաթիր կամ գնդակարեցին տեղում կամ քշեցին Սիբիրները, որը տարիների ընթացքում դա անհայտացան ու վերջացավ։ Եվ այն 5-ից 6-7% եկեղեցիները, որոնք գործում էին Հայաստանի տարածքում, թողեցին, որպեսզի շարունակեն գործունեությունը, բայց մի պայմանով, որպեսզի որ ըտեի քահանան, պարտադիր պետք է ընդուներ NKVD-ի լեյտենանտի կոչումը, այդ ուսադրիները դներ սքեմի տակից եւ շարունակել եւ այդ ամբողջ համակարգը NKVD-ական հասել է այսօր այս վիճակին։ Այսինքն վերնախավը որ հաստատ ես չեմ ուզում են միջին եւ ցածր աստիճանի եկեղեցիական են բոլորին համեմատեմ դրան։ Գուցե եւ ասենք կան մաքուրները։ Բայց որ իրանք տեսնում են թե ինչ է կատարվում եկեղեցու, դա հաստատ է։ Ոմանք ասում են լավ, ես որ միայն ես ձեն հանեմ, ինձի կարկազանց են անել։ Այն մեկը չի դիմանում, արտահայտվում է կարկազանց են անում։ Էնա գիտեք ոնց։ Վեհապարի հրամանով։ Այսինքն կարկազանց անելն էլ է, գիտեք, որոշակի կանոնակարգ ունի։ Այսինքն կա խորհուրդ, կարգապահականային, ես չգիտեմ, ես ասենք մանրամասն չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ այդ խորհուրդը կա։ Իրանք պետք է ասենք այդ մարդուն քննարկեն, քննադատեն, ոմանք նաև պաշտպանեն, թե ինչի ասենց եղել, նոր կարգազանց անեն։ Ընդ որում, այդ որոշումը բերեն ներկայացնեն վեհապարին եւ շատ ուշադրություն, որպես քրիստոնյա հոտի առաջնորդ վեհապարներ, այդ պահին բարոյական տեսանկյունից, ես կանոնը չգիտեմ, բայց բարոյական տեսանկյունից պետք է հանդես գա այդ կարգազանց արվողի կողմից։ Ասի տղեկ, չէ որ ինքը մեր հետ ծառայել է, կարող է շատ խիստեք, կարող է մի հատ թողենք, մի հատ ուղղվի, կարող է եթե ձեր ապացույցները շատ հստակ են, մի հատ էլ ես զրուցեմ հետը։ Ասենք, ասենք կարգազանց անելու խնդիրը, այդ բարոյականությունը, քրիստոնեությունը, հիմքերը դա են, բայց սենց ասենք պարոն վեհապարը, վեհապարը կամ տավարիշ, լավ սենց ավելի տավարիշ վեհապարը ընդամենը հանդես է գալի որպես կոմկուսի սենց ասենք քարտուղար կամ ռայկոմի քարտուղար հրահանգը տալիս է կարգազանցարեք ու գնում է ու անում են